Թրամփը նախատեսել էր Վենեսուելա 2, Վենեսուելայում ինքը մտածում էր, որ կարացավ նախագահային գողանա տանի կնոջ հետ, նույնը կարող է անել Իրանում եւ ինքը հայտարարել էր, հիշում եք, որ օրերի ընթացքում Իրանի հարցը լուծվելու է, լինելու է պրոամերիկյան իշխանություն, դա ըստ էության տապալվեց, ավելին մենք տեսանք, որ Իրանը ծոցի երկրներին զգուշացրեց, որ որևէ խնդիր չկա եւ նեղուցը ձեզ համար կբացվի պայմանով, եթե դուք ձեր երկրներից հանեք եւ շպրտեք ամերիկյան եւ իսրայելական դիվանագիտական ներկայացուցիչները, այո, եւ այս իրավիճակում մենք տեսնում ենք հիմա, որ Թրամփը ըստ էության ուղիներ միջնորդներ է փնտրում եւ իր նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահին զանգահարելը հենց այդ միջնորդների փնտրտուքի ուրեմն կոնտեքստում կարող է տեղավորվել, ավելին մենք տեսնում ենք, այս հետևում է 3 կոնգրեսում քննարկումներին հասունանում է իմպիչմենտի Թրամփին դեմոկրատների կողմից իմպիչմենտ հայտնելու ուրեմն քննարկումներ են գնում, ավելին 3 եւ առաջի օրը Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո, Վաշինգտոն խոշորագույն քաղաքներում հակապատերազմյան ցույցեր էին գնում, ովքեր ասում էին մենք չենք լիազորել Թրամփին այս անհեթեթ պատերազմի մեջ մտնել, ավելին առաջիկա օրերին Թրամփը պիտի մտնի կոնգրես լրացուցիչ միլիարդներ խնդրի պատերազմը շարունակելու համար եւ մեծ է հավանականությունը, որ այն կմերժվի